Մենք վերադարձանք, մենք եթերում ենք սիրելի հեռուստադիտողներ, Միք ժպիտը տելի շատ ավելի հետաքրքիր ու խորքային է, ինչ դու հասցրել ես ամանորյա օրերին զարմացնել քո հյուրերին, հարազատներին, քո ֆանտաստիկ հետաքրքիր բաղադրատոմսերով։ Ես եթե սկսեմ խոսել դրանից, մեր եթերաժամանակը չի հերիքի, դրա համար ես համեստաբար կլռեմ եւ կասեմ, որ այո, զարմացրել եմ։ Զարմացողներից մեկն էլ եղել եմ ես։ Այո, դու զարմացար, չէ՞։ Այո, իսկապես։ Գիտեք, մեր տաղավարում է մի մարդ, ով անդադար ունի մտքեր, չի սպառվում նրա երևակայությունը, չի սպառվում նրա խոհանոցային արվեստը եւ նա միշտ մեզ հետ է ամեն առավոտ իր ժպիտով, էներգիայով, տրամադրությամբ եւ առողջ հետաքրքիր բաղադրատոմսով։ Իսկ նա Տադամ։ Բարի լույս Անուշ։ Անուշ է իհարկե, բարի լույս, սիրելի մարդ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Ես արդեն նարինջի հյութ եմ քամում, այստեղ բույրը տարածվել է, չգիտեմ ձեզ մոտ հասավ թե չէ, բայց ինձ թվում է հաստատ մեր օպերատորները արդեն զգացին բույրը։ Իսկ ինչու եք նարինջը հիմա քամում։ Նարինջ ենք ուտելու։ Մենք վիրուսային շրջանը մարդիկ շատ են հիվանդանում։ Այսօր ցուրտ էր, որոշեցի ձեզ համար թեյ պատրաստեմ նաև, թարմեցնող օգտակար վիտամիններով եւ անպայման կօգտագործենք նարնջի հյութ։ Բայց տաք թե չէ, Անուշ։ Տաք, այո, տաք։ Ես հենց հիմա մրսում եմ, ուղղակի ներքին դող է իմ մեջ մտել, դրա համար ուզում եմ տաք թեյ խմել։ Լավ, իսկ թեյի հետ ինչ ես առաջարկելու համտեսել, այդտեղ որովհետև Հիմա մենք պատրաստելու ենք շատ թեթև աղցան, որովհետև ամանորից հետո մենք բոլորս ցանկանում ենք ավելի շատ մրգեր, բանջարեղեն օգտագործել, դրա համար առաջարկում եմ սպանախով, նուռով եւ նարնջով աղցան, օգտագործելու ենք շատ մեծ քանակությամբ ընկույզ։ Ահա։ Իսկ նարինջն ենք հենց օգտագործելու, թե կրկին հյութը, աղցանը։ Նարինջը։ Հենց նարինջը։ Հենց նարինջը, այո։ Հիմա կկտրեմ շատ արագ, գունեղ, վիտամիններով հարուստ աղցան ենք ունենում եւ թեթև։ Անուշ, ես մի փոքրիկ գաղտնիք բացեմ մեր սիրելի հեռուստադիտողներին։ Ինչ գաղտնիք։ Սա միանգամայն բժշկական մոտեցում է, բժշկական որոշում է նույնիսկ։ Այս շատ հաճախ մենք օրինակ կիտրոնը քամում ենք, հյութը խմում ենք կամ նարինջը քամում ենք, հյութը խմում ենք, վստահ լինելով, որ բավական քանակությամբ մենք վիտամիններ ենք ընդունում, բայց արի ու տես, որ առհասարակ մրգի եւ բանջարեղենի մեջ ամբողջ վիտամինային պարունակությունը հենց Կեղևի մեջ է։ կեղևի եւ նրա բջջային հյուսվածքների մեջ է։ Ես էլ եք արդացել երեք։ Այո, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ ոչ միայն մենք այսօր համտեսելու ենք նարնջի հյութով թեյ, այլ նաև հենց նարնջով պատրաստվող աղցան։ Բայց նարինջն էլ է տրամադրություն ապահովող։ Իհարկե։ Մանդարինի նման հատկություն ունի։ Այո, որ նարինջը նարինջին իսկապես ժպտում ես տրամադրություն է բարձրացնում։ Ինչու հենց ասացի բույրի մասին, որովհետև երբ այս բույրը զգում ես, արդեն տրամադրությունը բարձր է։ Ինձ թվում է հեռուստադիտողները հաստատ կփաստեն։ Անուշ, մենք վստահ ենք, որ տոնական քո օրերը անցել են առողջ ապրելակերպով, առողջ սնունդով հատկապես, Ի տարբերություն մեզ։ որովհետև տեսքը շատ լավ է։ Մենք հիշում ենք մեր վերջի հարցը, բլից հարցեր եւ ես արի շուշուտ անենք, հա, այդպեսի ինձ դուր եկավ այդ ֆորմատը։ Որը Ամանորին է, չէ՞։ Նախատոնական դեկտեմբերի 30-ին, որ մեզ համար պատրաստել էի բլից հարցերը, կարելի է, անպայման։ Չարաշահումներ չեն եղել, Անուշ, քեզ մոտ ամանորի օրերին։ Ճիշտ ասա, խնդրում եմ։ Կերակրի հետ կապված իհարկե։ Մի քիչ շատ էի պատրաստել, բայց այնպես չի, որ որևէ բան փչացել է, որովհետև ամեն ինչից քիչ-քիչ եւ մեծ սիրով բոլորը համտեսել են։ Ինձ միշտ թվում է, որ չի բավականացնի, բայց կարծում եմ այդ հարցին ես չեմ այդպես։ Ասում եմ մի աղցան չէ լավ մի հատ էլ այս նախուտեստը լավ մեկնել ու այդպես 7 աղցան եւ Դե մենք հայ ենք, դա էլ մեր առանձնահատկությունն է երևի թե։ Այո։ Ուրեմն նուռը ավելացրեցի, միայն տեսեք նուռը եւ սպանախը արդեն ինչ գույներ էստեղ կա ու ինչքան գեղեցիկ է լինելու։ Հիմա մենք ընկույզը կկտրենք եւ կավելացնենք աղցանին։ Ընդհանրապես ընկույզ, նուռ, սպանախ եւ նարինջ։ Հետաքրքիր է, որ ընդեղենից ունենք այո ընկույզը, բայց ըստիս նաև հրաշալի կլիներ այստեղ սերվերից ինչ-որ բաներ տեսել աղցանի մեջ, չէ՞ լավ տարբերակ եմ առաջարկում։ Այո, կարելի է նաև քունջուտ օգտագործել։ Դդմիսեն։ Եվ քո սիրելին, որն էր որ լցնում էիր միշտ։ Ես քունջուտն եմ հիմնականում օգտագործում։ Սագախոտ, չեմ հիշում։ Սագախոտը դա սոճուսեն։ Այո, սոճուսեն։ Ճիշտ է։ Սոճուսեն։
Դե ինչ Անուշ, հունվարի 14-ն է արդեն։ Առաջիկա օրերի ընթացքում ինչպիսի ճամփորդություններ ունես դեպի մարզեր, ինչ հետաքրքիր բաներ ես բացահայտելու մեզ համար, բաղադրատոմսեր, ում հետ ես ծանոթանալու, ինչ կա ծրագրերում առջևում։ Առջևում սպասվում են հետաքրքիր բացահայտումներ, մենք գնալու ենք Լեռնանիստ գյուղ, կլինենք Եղեգնաձորում, Վայոց ձորի մի քանի գյուղերում, այնպես որ սպասեք մեզ։ Անուշ ինձ ու Հայկի մի օր տար էլի քո հետ ինչ կլինի։ Եկեք։ Շատ հետաքրքիր տեսակ Վաղը եթե եթեր չունեք, եկեք ինձ հետ գնանք։ Վաղը ես չունեմ։ Ես էլ չունեմ։ Այ հետաքրքիր միտք էր։ Անուշ, բայց մի հետաքրքիր բան էլ կա։ Օրինակ, երբ պիտի այցելես մարզեր, հաշվի առնում ես եղանակային պայմանները ու նաև այն կարևոր հանգամանքը, որ օրինակ, հա, ձմռանը այս մարզում ավելի հետաքրքիր է եւ ավելի ակտիվ է գարնանը այս մարզում, ինչ որ նման Անպայման։ Իհարկե, օրինակ Լեռնանիստ գյուղում հենց դրա համար էլ պետք է գնանք Լեռնանիստ, այնտեղ շատ հետաքրքիր ձմեռային ժամանցի վայրեր կան ու ոչ միայն հայտի քաղաքները մեր իմացած կարելի է գնալ այս օրերին, նաև Լեռնանիստ գյուղ գնալ ու շատ հանգիստ օգտվել այդ ամենից։ Գիտես, հենց նոր ինչ հիշեցի, որ ժամանակին օրինակ մի 10 տարի առաջ, ոչ շատ հեռավոր անցյալում, բայց օրինակ Սպանախը այն հետաքրքիր ու եզակի կանաչու տեսակներից մեկն էր, որ միայն սեզոնային էր։ Մենք վայրում ենք դա մարտ-ապրիլ ամիսներին։ Ես քննարկեցի Անուշի։ Անուշի։ Ինչ տարին կլոր արդեն կարելի է գտնել։ Հիմա ավելացնում ենք ընկույզը։ Բայց Սպանախը ձմռանը չի սազում։ Հավատացեք, հիմա կհամտեսեք եւ կզգաք, որ ոչ լավ է, անհրաժեշտ է եւ լավ է, որ կա։ Գիտես, գալիս է լրացնելու այստեղ ձմռան տրամադրությունը եւ ընկույզի բավական մեծ չափաբաժինը, ինչպես նշեց Անուշը, եւ նարինջը սիրելի գործընկեր։ Սիրելի գործընկեր չէ, ուղղակի ասա արտիստ։ Սիրելի արտիստ։ Ինձ ասա ուղղակի արտիստ անցնենք առաջ։ Նիկա Ղափլանյան։ Եվ Անուշ, ինչ ենք անում հիմա, նարինջը կտրեցինք։ Նարինջը, այո, պետք է կեղևը հանենք։ Կտրենք եւ ավելացնենք աղցանին։ Ու դառնում է վիտամիններով հարուստ, գեղեցիկ տեսքով, ախորժաբեր նույնիսկ։ Եվ մեր Անուշը միշտ ամեն ինչ այնպես սիրուն է պատրաստում։ Չես ուզում գազ խառնես ուտես։ Դե ներողություն։ Տեսես։ Դե միշտ էլ պետք է, չէ, այնպես անենք, որ ավելի գեղեցիկ ստացվի։ Այս ընթացքում ես քանի որ ջուրն արդեն տաք է, հիմա կարող ենք ավելացնել նանայի անանուխի տերևները։ Անանուխի տերևներ, նարնջի հյութ։ Օղի։ Եվ Սխալվել է ասում։ Կոկտեյլի վրա ես։ Ահա, տաք կոկտեյլ, ես օրինակ երբեք չեմ մինչև ապտես։ կթնվի։ Մենք վերջերս Անուշ շատ հաճախ խոսում ենք այս տարի հատկապես ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ձյան առատ տեղումների մասին։ Եվ նույնիսկ այնպիսի վայրերում է ձուն տեղում, որ կենթանական աշխարհն է զարմանքի մեջ, չեն հասկանում ինչ անեն խեղճ կենթանիները։ Դու ինչ կարծիք ունես, որպես բնությունը շատ սիրող մարդ։ Արդյոք քեզ համար անտանելի են ձյունից հետո այն անհարմարավետությունները, որ մարդիկ չեն կարողանում գիտակցաբար տանել։ Շատերը պայքարում են նույնիսկ դրա դեմ։ Ես կարծում եմ, ընդհանրապես յուրաքանչյուր եղանակ պետք է սիրել այնպես, ինչպես կա։ Եվ պետք է ուղղակի հաճույք ստանալ այդ ամենից, որքան գեղեցիկ էր երեկոյան այդ ձյունը։ Այո։ Ինչքան գեղեցիկ էր, եւ նույնիսկ երբ անձրև է լինում։ Ամեն ինչ ես այսպես եմ մտածում, ոչինչ ժամանակավոր է։ Եթե նույնիսկ մի փոքր ավելի այսպես տհաճ է արդեն հալել է եւ ձյունը այն գեղեցկությունը չունի, միևնույնն է, որոշ ժամանակ հետո անցնելու է, պետք չէ դրա վրա, ես իզուր տեղը դրա վրա ոչ ժամանակ, ոչ նյարդեր չեն ծախսում։ Մենք ավելացնում ենք նուր, որը թեյի մեջ, որը շատ գեղեցիկ գույն կհաղորդի։ Եթե մենք մեղր ունենայինք, ինձ թվում է մեղր էլ կարելի է լցնել։ Անպայման, բայց արդեն բաժակի մեջ, որովհետև լցնելու ենք մեղր։ Որքան տաք լինի, այդքան մեղրը իր օգտակարությունը կորցնում է, երբ որ 70-60 ջերմաստիճանում է ջուրը արդեն լինում, այդ ժամանակ մեղրը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Ահա, եւ հիմա նաեւ աղցանի մեջ ավելացնենք նարինջ։ Ինչպես նկատեցիք, այսօր ամենտեղ նարինջ է։ Նարինջը բնականաբար այս շրջանում պետք է շատ օգտագործել, ընդհանրապես ցիտրուսներ։ Բայց ցիտրուսային մրգերի մեջ միշտ առաջին հորիզոնականում է կամ առաջինների շարքում է նարինջը հենց։ Նարինջը։ Այո։ Այո, Մի տեսակ թագուհին է ցիտրուսային մրգերի։ Անկեղծ ես էլ եմ շատ սիրում նարինջ։ Իսկ դուք։ Շատ։ Ես էլ եմ շատ սիրում։ Բայց մի գաղտնիք բացեմ, կարմիր նարինջը ավելի ֆավորիտ է։ Այո։ Չէ, ինձ համար ոչ։ Ես այս նարինջն եմ սիրում։ Դե դու հին ավանդապաշտ։ Ես այդ գույները չսիրեցի ասեմ։ Ես խորական։ Բայց շատ հետաքրքիր առանձնահատուկ Այո, համ ունի կարմիր նարինջը, որը ինձ համար ավելի նախընտրելի է։ Իմիջիայլոց մեկ ունենք տեսանյութ նարինջի մասին պատմող, մենք քիչ հետո երբ պատրաստ կլինի, Բայց հիմա չէ։ բոլոր գեղեցիկները, որ պատրաստում է Անուշ իսկապես շատ սիրուն ու էսթետիկ է սոր քո խոհանոցը։ Այ կարող ես շատ արագ մի անուն որոշել այն անցած անգամվա նման, երբ ես պապանձվեցի լսելով այդ անունը, կարող ես մի անուն հիմա նայել աղցանին ու ասել օրինակ ինչի է նման կամ Եթե իհարկե չունի աղցանը անուն։ Անուն չունի, ես չունի։ կարծում եմ վիտամինների հետ կապված մի բան կարելի է մտածել, չգիտեմ, վիտամինային պայթուցիկ օրինակ կարելի է։ Պայթուցիկ։ Ինչ որ, որովհետև բոլոր առանձին եւ սպանախն է շատ վիտամիններով հարուստ։ Եվ նուռը, եւ նարինջը, ընկույզն էլ, չգիտեմ, դրա համար կարծում եմ կիտրոն ավելացրեցինք, տեսեք ինչքան վիտամին C կա այստեղ, եւ հիմա բալզամիկ քացախ ենք ավելացնում։ Գիտես չեմ կարողանում դեռ հետաքրքիր Եվ տալ։ Այդպես ասես մենք վիտամին C, կհամեմենք։ ուղղակի կարելի ասել C։ C։ Աղցան C։ Չէ, այդպես մի տեսակ Դե հեսա Հայկը կասի հիմա սպասենք, Մի կամ փոքր ողջ հայազգը կսպասի ավելացնենք։ հիմա, որ Հայկը գեղեցիկ կնոջ անվան հետ կապված ինչ-որ եւ շատ քիչ սև պղպեղ։ Որպես համեմունք։ Այդ չնկատեցի աղ լցնում ենք աղցանի Մի մեջ, փոքր, չէ՞, այո, ավելացրեցինք։ Եվ հիմա մեզ մնում է մատուցել։ Մի լավ կխառնենք։ Աղցան սպա, Ինչ։ սպա։ Ըստիս լիարժեք համահուն չէ։ Դու ուղղակի երկրորդ անգամ ստիպում ես, որ ես ուղղակի լալ կվեմ այսենց եւ այսենց։ Ի վերջո սպա կենտրոն Այսպես մարդիկ մնա։ գնում են ինչի համար։ Բայլելու հոգու ներդաշնակությունը, չէ, թոթափելու վատ էներգիան, իսկ սա վստահաբար այն բաղադրատոմսով աղցաններից է, որ միայն օգտակար է մեզ համար։ Աղցան սպա։ Այ քեզ բան։ Հիմա մատուցենք ափսեի մեջ։ Եվ մեր կարմիր, կանաչ ու նարնջագույն գույները, տեսեք որքան տրամադրություն կհաղորդեն, բացի այն, որ բույր է այդ տրամադրությունը կհաղորդի։ Գիտես միանգամից պատկերացրեցի, որ որպես հիմնական ուտեստ այս աղցանի հետ հրաշալի կարող է համադրվել մսից պատրաստված ինչ-որ հետաքրքիր տաք ուտեստ։ Դու միևնույնն է գնում ես դեպի մսիկո, չէ՞։ Դե սա իհարկե աղցան է, նախուտեստ է, վստահաբար ավելի ախորժաբեր, քան որևէ այլ աղցան, որովհետև հետևելով բաղադրիչներին, այսպես ախորժակի զգացողությունը շատ ավելի հարուստ է լինելու ու հետևաբար ինչ-որ մի բան հետո պիտի լինի։ Այսպես հերվից որ նայում եմ, թաբուլեի է նման այստեղից, որ ես նայում։ Չէ։ Ուրեմն Դե լավ հիմա չի։ իմ մոտից այդպես է Լավ երևում։ չի երևում, բայց ոչ թաբուլ է։ Ես կարծում եմ մեր հեռուստադիտողները հաստատ կհավանեն եւ անպայման այս բաղադրատոմսը կօգտագործեն իրենց ճաշացանկում կավելացնեն նույնիսկ եւ հաճախ կպատրաստեն։ Իսկ հիմա արդեն թեյը ավելացնենք այստեղ։ Ու վիտամիններով հարուստ աղցանը համտեսելուց հետո կարելի է մի փոքր ջերմանալ այս ցուրտ եղանակին եւ Անուշ, վստահաբար մի քանի րոպե թեյի թմրումը ավելի
հաճելի կլիներ, չէ՞։ Իհարկե, բայց պատկերացրեք, ես արդեն բույրը զգացի, որ արդեն զգացի։ Շատ լավ։ Մենք շնորհակալ ենք, որ կրկին Ամուր լինի։ հետաքրքիր մտքերով եկար ու միացար մեզ, սիրելի ուսապիտողներ, այո։ երբեմ խմելու։ Ձեզ խոստացել ենք, որ պետք է բոլորս դիտենք նարնջի օգտակար հատկությունների մասին պատմող տեսանյութ, դիտենք բոլորս, դուք դիտեք, մենք գնանք հասկանանք այնտեղ ինչ է կատարվում։